լավ առիթ է, որտեվ չեմ կարծում Նիկոլ Փաշինյանի նախորդ տեղեկացրել են պաշտոնապես, որ այնտեղ ինքը մյուս հյուրերի շարքում ընդունելու է ադրբեջանցի զորամիավորումների շքերթը, հա։ Լավ առիթ է, որ ասի մենք տենց բան չենք պայմանավորվել եւ չգնա։ Որովհետեւ իրականում մենակ այն, որ հայկական զորքերը այդտեղ շքերթով հանդես չեն գալու, բավարար չէ։ Կարևոր է, որ Հայաստանի ղեկավարը չընդունի Ադրբեջանի զորքերի շքերթ։ Եվ դա լրիվ լեգիտիմ հիմնավորում կլինի իր այնտեղ չմեկնելու համար, այդ մեկ։ Երկրորդ տարբերակը այն է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ չի կնքել երրորդյա կամ 30-օրյա զինադադարը, որը ինքը փորձում է կնքել, երրորդյանը փորձում կնքել, գիտեք, Զելենսկին ասում է մինիմում 30 օր։ Ուզում է մաքսիմալ թանկ վաճառի Ռուսաստանի վրա Կարմիր հրապարակը չխոցելու հանգամանք։ Անգամ ասում է, եթե տապալվի, թող պատերազմի տապալվելու մասին մտածեն իրենք, ոչ թե շքերթի տապալվելու։ Հա, իհարկե, ասենք մի քիչ տարօրինակ է իրականում Ռուսաստանը, երբ որ երրորդյա զինադադար է խնդրում, կոպիտ ասած ասում է, երբ որ ինձ ձեռ է տալ, երբ որ ինձ պետք է որ դուք ինձ չխոցեք, եկեք զինադադար կնքենք, Զելենսկին էլ ասում է, այդպես չեղավ։ Զինադադար դրա համար չենք կնքում, որ դու հանգիստ կոշքերտներ անցկացնես, մենք կնքում ենք համար, որ այդ զինադադարի ընթացքում թեկուզ ժամանակավոր բանակցություններ լինի, որ հետո երկարաձգենք ավելի երկար ժամկետով այդ վերջո հասցնենք մինչև կայուն զինադադար, մինչև բանակցությունների միջոցով տեսնենք հարցերը ոնց են լուծում։ Եթե չի կնքվելու զինադադարը, նշանակում է Կարմիր հրապարակը խոցելի է դառնալու հարվածների առջև։ Եվ կարծում եմ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ այդ դեպքում կարողանա հրաժարվել կամ կհրաժարվի մասնակցելուց եւ հիմք կլինի համենայն դեպս դա հրաժարվելու համար մասնակցելուց, այլ նաեւ այլ ղեկավարներ։ Ասեմ, որ օրինակ Հնդկաստանի վարչապետը Մոդին արդեն ոնց հասկանում եմ հրաժարվել է մասնակցելուց։ Չգիտեմ պատճառները, բայց փաստ է որ հրաժարվել է։ Հայաստանի համար կարևոր է այդ երկու խոշոր խաղացողների ներկայությունը՝ Հնդկաստանի ղեկավարի եւ Չինաստանի։ Չինաստանը դեռ չի հրաժարվել, բայց այն որ Հնդկաստանը արդեն հրաժարվել է, դա շատ լավ է։ Իրականում մեր այդ կոդլի մեջ ուրիշ բառ չեմ ուզում գտնեմ այդ հավաքույթը այնտեղ որ լինելու է, ըստ էության միակ մեր լավ գործընկերներն ու մյուսը Չինաստանն է, որի հետ այսպես նորմալ հարաբերություններ ունենք։ Մնացածը ըստ էության ավտոկրատների կլուբ էր, հա, գնալու էր Մադուրոյի կողքը կանգներ Վենեսուելայի, մեկ էլ Աբխազիայի ղեկավարի, հա, ասես անհասկանալի ինչ որ կամպանիա, հա, Հյուսիս Կորեան լրիվ պատկերացնում եք, չասենք մի կողմից Նիկոլ Փաշինյանի Մադուրոն կանգնացնի, Պուտինը հենց հատուկ կանգնացնի մի կողմից Մադուրոյին, մյուս կողմից Կիմ Չեն Անին։ Մի խոսքով, եւ երրորդը այն ինչ որ դուք ասացիք, որ Ադրբեջանը գուցե եւ պատճառներ է փնտրում կամ թանկ վաճառի իր ներկայությունը կամ թանկ վաճառելու, հա, հիմա դա էլ ուրիշ հնարավորություն է, եթե Ադրբեջանը չի գալու եւ այդտեղ արդեն կապ չունի զորքերը մասնակցելու, եթե Ալիևը չի գալու, Նիկոլ Փաշինյանը կարող ասել Պուտինին, դուք հասկանում եք, չէ՞, ինչ հարվածի տակ եմ ես ընկնելու իմ արևմտյան գործընկերների հետ, որի հետ լրիվ լեգիտիմ հարաբերություններ է ձևավորել Ռուսաստանի դավաճանությունից հետո պաշտոնական եւ որի հետ հարաբերությունը շատ կարեւոր են։ Կարող չէ ասել, եթե Ադրբեջան չի գալիս, ես գալիս եմ այնտեղ կանգնեմ լրիվ հարվածները արևմուտքից ին վրա գա, իսկ Ադրբեջանը ասի տեսակ ես չգնացի այնտեղ, ոնց կլինի այդպես։ Ուզում ասեմ, հնարավորություններ խուսափելու այդ մասնակցությունից, այդ խայտարակ շքերթին կա։ Էլ չեմ խոսում, իհարկե, որ ասում եմ մի քանի օրով հիվանդանալը կա ու կա։ Այնպես որ ես կարծում եմ, որ չպետք է բաց թողի որևէ հնարավորություն Հայաստանի վարչապետը այնտեղ չմեկնելու, որտեղ էլ եմ ասում, ինչքան էլ Հայաստանի իշխանություններն էլ են այլ որոշ ղեկավարների պես առևտրի դիտանկյունից տեսնում, հա, այդ ձեր ասած մասնակցությունում լավ վաճառել կամ չմասնակցությունում լավ վաճառել, հա։ Իհարկե դա կա քաղաքականության մեջ ոչ մեկ չի չեղարկել այսպես մերկանցիլ նաև այդ շահերը, բայց կա նաև գլոբալ խնդիր, հա, գնալ կանգնել մարդասպանի կողքը, ում քրեական հետապնդում է իրականացվում միջազգային այն դատարանի կողմից ում լիազորությունները մենք վավերացրեցինք վերջերս Ռոմի ստատուտով, հա, այսքան միջազգային քրեական դատարան նկատի ունեմ Հաագայի։ Մի մարդու կողքին, ով ընդամենը վերջերս էլի շարունակեց խաղաղ բնակչությանը թիրախավորել եւ սպանել տասնյակներով խաղաղ կին երեխա, ասենք իր հրթիռակոծություններով, եւ որը շատ վրդովվեցել է աշխարհին, եւ նույնիսկ Տրամպը, որը միջև այդ լավ այսպես Պուտինի հետ
հարաբերություններ էր փորձում զարգացնել, նույնիսկ նա չկարողացավ չարտահայտվի հենց ամերիկյան իր ներքին հասարակության ճնշման ներքո, որ էս ինչ է անում պարոն Պուտինը, հա, այդ իմաստով ինստանում բերում է, հա, խափում։ Հիմա էլ արդեն, հա, հիմա էլ մի այլ վտանգավոր մոտեցում է որդեգրում, ընդհանրապես է ինքը ընդհանրացնում իր ներկայացուցիչ շուրթերով, պատան Տրամպի մասն է խոսքը, հա, իր ներկայացուցիչ շուրթերով, որ ասել է ընդհանրապես մենք էլ չենք պատրաստում ամեն մեկի կանչով գնալ միջնորդություն անել, վազել այստեղ այնտեղ կոպիտ ասած, այդ դա կարող որ ոգևորություն առաջացնի նաև այլ ագրեսորների եւ ծավալապաշտների մոտ, բայց ինչևէ, տեսնենք, հա, ամեն դեպքում ահա այս 3 հնարավորություններն են, որը որ կարծում եմ պետք է Նիկոլ Փաշինյան դրանցից որևէ մեկը օգտագործի եւ չգնա։ Կնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ուղիղ փոխկապակցված են հակառակ համեմատականով Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների հետ։ Այնտեղ որտեղ որ կան լիարժեք աջակցություն Արևմուտքի կողմից, այնտեղ Հայաստանի իշխանությունները ավելի լիարժեք են ազատվում այդ մասով Ռուսաստանի ներկայությունից, հա, օրինակ անվտանգային առումով մենք տեսնում ենք, հա, Ռուսաստանից կտրվել է ռազմական մատակարարների բացակայությունը, բերել է նրան, որ մենք ազատ եւ մեծ ծավալների սկսել ենք ուրիշների հետ համագործակցել։ Ռուսաստանի զորքերի չկանգնելը հայ-ադրբեջանական սահմանին եւ մեծ չաջակցելը հապկի շրջանակներում, հապկի պարտավորություն եւ բազայի պարտավորությունների պայմաններում, ինչը ես անվանում եմ այն ինչ որ կարող է միայն այդ մի բառ օգտագործվել պայմանագրային պարտավորությունների կատարելի դրժումը, դա դավաճանությունն է, դա բերել է նրան, որ Հայաստանը այլ տեղերից է բերել կանգնացրել թեկուզ դիտորդներ հայ-ադրբեջանական սահման Եվրոպայից, հա։ Այն որ հայ-ռուսական զինավարությունները արդեն չեն արվում բնականաբար դավաճանի հետ ինչ գնա զինավարություններ անես, դա փոխարինում է Միացյալ Նահանգների զինավարություններով եւ մենք ունենք այսօր Հայաստանում ամերիկյան զինված ուժեր եւ այլ։ Այսինքն այդ լրիվ, որ մենք անում ենք, Հայաստանի իշխանությունները անում են, արվում է ոնց որ փոխ լրացում Ռուսաստանի դուրս մղման զուգահեռ ինքն է Ռուսաստանը իրեն դուրս դնում կամ ուրեմն Ռուսաստանի իր պարտավորությունը չկատարել։ Մի խոսքով բայց ընդհանրապես ես հասկանում եմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք չենք պատրաստվում խզել Ռուսաստանի հետ կապերը, հարաբերությունները, հա, դա հասկանալի է, պետք չի ոչ մեկի հետ խզել հարաբերությունները, հակառակը պետք է զարգացնել ինքնիշխան հավասարազոր հարաբերությունները, պետք է խզել կախվածությունները։ Իդեպ շատ լավ հետազոտություններ երեք հրապարակել Անվտանգային քաղաքականության ինստիտուտը կախվածությունների մասին, հա, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունների։ Հիմա այս պարագայում ուրեմն Հայաստանի իշխանությունները, ես կարծում եմ, դիտարկում են այդ մասնակցությունը մայիսի 9-ին որպես մի ժեստ ցույց տալու, որ մենք չենք խզում ձեր հետ հարաբերությունները, այսպիսի բաներում թեկուզ եւ կարող է ձևական դիտվել դա, բայց Ռուսաստանի համար այդ ձևական բաները շատ կարեւոր են, մենք պատրաստ ենք ինչ-որ ժեստեր անել, բայց նույնիսկ դա ես էլ եմ ասում, չի կարելի ընդունել Միակ տարբերակը, որը քիչ հավանական եմ համարում եւ դրա մասին մի անգամ չէ որ ասել եմ, այն է, որ գուցե հերթական անգամ Մոսկվա գնալ եւ Պուտինին հանդիպելը առիթ է լինելու Նիկոլ Փաշինյանին եւս մի ինչ որ դրվագ մեր ինքնիշխանության մասով պոկելու, հա, հնարավորություն պոկելու Պուտինից, որտեղ նախորդ անգամ հիշում ենք այդ հանդիպումները Պուտինի հետ բերեցին նրան, որ մենք ահագին բաներ ռուսական ներկայությունից կրճատեցինք սահմաններին, օդանավակայանում եւ այլն, հա։ Բայց ես քանի որ չեմ տեսնում, որ այդպիսի բան կա, ну, տեսնենք, եթե այդպիսի բան կա ու այս իմ բոլոր թվարկած հնարավորությունները ամեն դեպքում չօգտագործի վարչապետը եւ գնա եւ այդպիսի մի բան բերի իր հետ, օրինակ, չգիտեմ այն ինչ որ ինքը անոնսավորեց, որ հայ-թուրքական սահմանները պետք է միայն Հայաստանի զորքերը պաշտպանեն, հա, այսինքն երկրորդ փուլը, առաջի փուլը այն է, որ համատեղ սկսեցին պաշտպանել, երկրորդ փուլով ընդհանրապես գուցե այդ արժենա, հա, ասենք լավ, արժեր դա։ Եվ նաև մեր արևմտյան գործընկերներին կարողանանք բացատրել, բայց մի կարևոր բան էլ ես մի տեղել եմ ասել, տեսեք հայ ժողովուրդը, իդեպ դա նաև պաշտոնական մեկնաբանությունն է, որ դուք հարցնում եք ինչի են ամեն դեպքում գնում, պաշտոնական մեկնաբանությունը հետևյալն է եւ հնչել է ազգային ժողովի նախագահի Ալեն Սիմոնյանի շուրթերից, որ հայ ժողովուրդը հսկայական մասնակցություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում, չգիտես ինչի ոմանք անվանում են դա մեծ հայրենական, մեր համար դա հայրենական պատերազմ չէր, դա մեր հայրենիքը այն ժամանակ օկուպացված էր սովետական միության մաս էր կազմում, գրավված էր, հա, մենք անկախ պետություն չենք, որ ասենք մեր հայրենիքն ենք պաշտպանել։
Բայց երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը եւ հայ ժողովուրդը, որտեղ հայ ժողովուրդը նաեւ սովետական միության այլ հանրապետություններից մեծ մասնակցությունով երբեմն շատ ավելի մեծ, քան այլ ժողովուրդներ, նախ Ադրբեջանից հայերի մասնաբաժինը իր մեկ շնչին ընկնող հաշվով ավելի մեծ է եղել, քան ադրբեջանցիները, որտեղ հատուկ հայերին են քշել, որ ավելի շատ զոհվեն էթնիկ զտում նաեւ, դա ձևերից մեկն է էթնիկ զտում իրականացնելու մեծ մասնակցություն է ունեցել, այո, հա, կես միլիոնից ավել հայեր մասնակցել են, շուրջ 300,000 զոհվել են, բայց առավել եւս այդ մասնակցությունը, եթե այդքան մեծ է եղել, անհամեմատ ավելի մեծ, քան այլ ժողովուրդներին է, էլի մեկ շնչով հաշվելու դեպքում։ Եթե մեր գեներալների, մարշալների, հերոսների թվականակը անհամեմատ ավելի մեծ է եղել այլոց համեմատ, էլի մեր ներդրումը, հա, հսկայական, եւ հատկապես Արցախցի մեր հայրենակիցների մասնաբաժինի այդ պատերազմում հսկայական է եղել, 4 մարշալ են ունեցել, 4-ն էլ Արցախյան ծագում, որոնցից երկուսը Չարդախլու գյուղից գիտեք, որ հենց սկզբից էթնիկ զտման ենթարկվեց ադրբեջանցիների կողմից, նույնիսկ սովետական ժամանակ եւ ոչինչ չարվեց փրկելու համար երկու մարշալ տված գյուղերի բնակիչներին, հա, այդ մարշալների հայրենակիցներին, համագյուղացիներին, դեռ սովետական կոմունիստական ռեժիմի պայմաններում, երբ որ այո, սովետական միությունն էր պատերազմել Գերմանիայի դեմ, ոչ թե Ռուսաստանը այսօրվա, հա, Եվ այս պարագայում, որ այսպիսի դավաճանություն արվեց հայ ժողովրդի եւ նաեւ հատկապես նրա մաս հանդիսացող արցախահայության հանդեպ ռուսների կողմից, առավել եւս հիմք էր դա ոչ թե գնալու Մոսկվա, այլ հենց այստեղ Հայաստանում ինչ որ միջոցառում իրականացնել, հրավիրել այդ գեներալների զավակներին, թորներին, այդ հերոսների զավակներին, թորներին, խոսել հետները, շնորհակալություն հայտնել իրենց ներդրման համար հաղթանակի մեջ, ամեն դեպքում ֆաշիզմը չարիք էր, հա, բոլորի համար է չարիք հասկանալի, անկախ նրանից մենք սովետական միության օկուպացված տարածք ենք, թե ինչ ենք, բայց շնորհակալություն հայտնելով այդ հաղթանակի մեջ ներդրման հետ միասին, նաև միանգամ էլ ակնարկվեր, որ ցավոք սրտի սովետական միության իրավահաջորդը Ռուսաստանը լրիվ հակահայկական եւ այդ մարդկան ժառանգների եւ իրենց հիշատակի դեմ հանցագործություն է, որ գործում է մերկանցիլ իր գրպանային տարբեր օլիգարխիկների գրպանային շարիցելներով։ Այ այսպիսի փաթեթավորում էր պետք մեզ նաեւ ցույց տալու համար Ռուսաստանին, թե իրենք ինչ են արել մեր եւ հատկապես Արցախահայության հանդեպ եւ ինչ պատասխան ենք մենք իրենցից սպասում եւ ինչ պատասխան ունենք իրենց տալու նաեւ։